Հատիսի գագաթին իրականացվող աշխատանքները շարունակվում են մեծ թափով համախմբելով բազմաթիվ մարդկանց տարբեր համայնքների ու ոլորտների ներկայացուցիչների։ Արդեն տևական ժամանակ է Հատիս են բարձրանում բազմաթիվ խմբեր միավորվելով մեկ գաղափարի շուրջ։ Դե իսկ մենք էլ այսօր եւս շարունակելու ենք հետևել օրվա ընթացքին, արձանագրել կարևոր դրվագներն ու ներկայացնել, թե ինչպես է քայլ առ քայլ կյանքի կոչվում այս լայնամասշտաբ նախաձեռնությունը։ Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի տեղադրման գործընթացն արդեն իր շուրջն է համախմբել հարյուրավոր անհատների։ Աշխատանքները շարունակվում են համախմբված ջանքերով։ Այս անգամ Քրիստոսի արձանի գաղափարի հեղինակ եւ իրականացնող Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ Հատիս լեռան գագաթ են բարձրացրել Հայոց արծիվներ միասնական Հայաստան կուսակցության անդամները, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Հայոց արծիվներ կամավորական մարտական ջոկատը, կուսակցության նախագահ, ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ երիտասարդներ։ Այսօր մենք հայոց արծիվների մեծ ընտանիքով սուրբ ուխտագնացության ենք եկել Հատիս լեռան գագաթ կամավորական հիմունքներով մասնակցելու Հայոց պետականաշինության գործում մեծագույն եւ անուրանալի ներդրում ունեցող Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնված եւ կառուցվող Բարձրյալի Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության աշխատանքներին։ Սա պատմական օր է եւ պատմական միջոցառում։ Գնացինք։ Նրանք եւս, ինչպես նախորդ կամավորական խմբերը, միացան արձանի տեղադրման գործընթացին։ Ոնց է տպավորությունը։ Հիանալ են խոսքը չի։ Մենք այո, առաջի քրիստոնյաներն ենք, բայց բոլորը չգիտեն, որ բոլորն էլ իմանան եւ հիմնականում դա եղել է իմ ցանկությունը, որ պապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին ավելի մեծ ճանաչում տա։ Հիմնական սա նպատակը եղել, որ դա լինի ազգային կառույց։ Շնորհակալ որպես հայ ազգի որդի, դա արել եմ իմ ազգի, իմ ժողովրդի համար, սա պետք է լինի խորհրդանիշ, ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշ, որ մենք պետք է կարողանանք Հիսուսի տված կառուցենք։ Չի կարելի մեկը մեկին վիրավորի, ցեղ շպրտի, կարում ես գործ արա, որ մենք կարողանանք ոտքի կանենք, ամրապնդվենք, հզորանանք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք, որ մեր երիտասարդությունը, մեր երեխաներին, թոռներին չթողենք հեճացած պատված կարգավիճակ։ Մեծ համար։ Հիմնական դա է խնդիրը։ Բոլորը բոլորին կարող են վիրավորել, բայց լիարժեք գործ անել բոլոր չեն կարող։ Ուրեմն ով կարող անել, նա պետք է ողջունեն, կանգնեն կողքը, լիարժեք անենք։ Մենք որպես տաղանդավոր ազգ, ուժեղ ազգ, հզոր ազգ, քրիստոնյա ազգ, որ մենք պետք է կարողանանք այդքանը գիտակցելով իրար կողքի կանգնել դա իրականացնել։ Կուսակցական պատկանելությունը կապ չունի։ Կարևորը գործն է, որ բոլորի համար էլ լավ լինի, ընդունի բոլորն էլ կարողանան այս ընտանիքները պահել, որ երկից չգնան, այլ գրածածները հետ վերադառնան։ Սկզբունքները սրանք են։ Ինչ նպատակով եկել եք, թող ձեր նպատակները իրականություն դառնա, ես հուսով եմ, որ մի տարվա ընթացքում կկատարվի խնդիրը։ Նախաձեռնությանն իրենց ներդրումն ունենալուց հետո կամավորները նաև զրուցեցին Գագիկ Ծառուկյանի հետ, կիսվեցին տպավորություններով։ Մեծից փոքր բոլորի առաջ խոնարհվում եմ,
Մենք ենք խոնարհվում ձեր առաջ, ձեր տարիքի առաջ, լավ է։ Աստվածա ձեզ նման հայրենասերներ։ Շատ կան։ Երիտասարդ հզոր տղեկին ավելի հզորացնելու համար, դրա համար իմ խորի շնորհակալություն։ Ես եմ շատ Մասնակիցների կարծիքով այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս անմիջականորեն ներգրավվել կարևոր ու պատմական գործին։ Ավելի քան վստահ եմ, որ այս տարածքը շատ շուտով Գագիկ Ծառուկյանի շնորհիվ դառնալու է 21-րդ դարի աշխարհի նոր հրաշալիքներից մեկը։ Պատմական միջոցառում է սա, որովհետև ստեղծվում է ոչ միայն մեր համար, այլ սա համաքրիստոնեական մշակութային արժեք է եւ իր կարեւորումն է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում, նույնպես նաեւ ամբողջ քրիստոնյա աշխարհում։ Դա հայ ազգի ամենից կարևոր գործողություններից մեկն է։ Առաջին հերթին որպես քրիստոնյա ազգ, երկրորդն էլ սա ազգանպաստ գործ է, որը որ պետք է ամեն մեկը իր մեջ զգա այդ պարտականությունը։ Որպես քրիստոնյա եւ եկեղեցու ծառայող լինելով հանդերձ, ես ուրախ եմ նրանով, որ բոլոր ազգերը կարծում եմ կհպարտանան ու լավ կզգան իրենց, որ կողքից Հայաստանում այսպիսի բան է կառուցվել ու հաճելի կլինի, ոչ մեջ ոգեշնչով կսպասենք անպայման ընթացքին ու կառուցմանը։ Նախաձեռնությունները սենց պետք է շարունակական լինեն։ Ու ժողովուրդը պետք է հասկանա, որ միասնության մեջ է հաղթանակը, ոչ թե սև ու սպիտակի մեջ։ Այսօր եւ ընդհանրապես այս գործողությունները դառնում են ոչ թե հուշեր, այլ մեր պատմության մեջ ոսկի տառերով գրվող միջոցառումներ։ Գերազանց աշխատանք է իրականանում, շատ ուրախ ենք սրա համար, էսի բացառիկ միջոցառում է, երբևիցե կատարվելիք ամենալավ միջոցառումներից մեկն է, էլի, ու շատ ուրախ ենք, որ կարում ենք այս միջոցառմանը մենք մասնակցենք։ Իրոք պատմական է եւ կարծում եմ հայ ազգի համար շատ կարեւոր է, նշանակալից է։ Կոնկրետ ուխտով որ եկել եմ, Հայաստանի համար եմ եկել, մեր հայրենիքի համար, խնդրել եմ, որ ապահով խաղաղ եւ ուժեղ Հայաստան ունենանք։ Իսկ հատից բարձրացած երիտասարդներն իրենց հետաքրքրությունը հայտնեցին առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ուսանողական միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթի վերաբերյալ։ Հիմնադրամի ձեռնմրցույթը տեսանք երիտասարդների ու մենք ակտիվորեն մասնակցում ենք, անպայման հայտը կներկայացնենք շուտով եւ վստահ եմ, որ մեր առաջարկները կիրագործվեն հենց ձեր աջակցության շնորհիվ։ Ուրեմն ես դրա համար հատուկ ստեղծել եմ հանձնաժողով, ամենաարժանի ճանաչված մարդիկ, որ արդարացի որոշում կայացնեն, որ ձեր առաջարկը ընդգրկվելու է առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Արժանիներին կպարգևատրեն գումարային պարգևով եւ հիմնական ծրագրի հեղինակն էլ կգրեն ով է եղել։ Մեր ուզածը, որ դուք լավ լինեք, մեր արժանի փոխարինողներն եք։ Ձեր սիրտը տակ պետք է լինի, դուխները տեղը պետք է լինի, հույսով հավատով։ Հենց այնպես ոչ մի բան չի տրվում։ Կամք, ձգտում, պայքար եւ հասնես։ Աննային ոչինչ չկա։ Իսկ օրն ամփոփվում է հատիսի գագաթին բռնած շուրջպարով։ Շինհրապարակը շարունակում է բաց մնալ բոլոր այն խմբերի համար, որոնք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությանը։ Մենք էլ շարունակելու ենք հենց այստեղից հատիսից ներկայացնել նախագծի բոլոր կարևոր դրվագները։